Գյուղում իսկապես սուգ է: Երեկվա օրը դեռ երկար կմնա մարդկանց հիշողության մեջ որպես այն օրը, երբ մի ամբողջ երկիր լռեց ցավից: Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտ տեղի ունեցած այդ ողբերգական ավտովթարը ոչ միայն կյանքեր խլեց, այլ նաև կոտրեց մարդկային ճակատագիր, խլեց ապագան և սուգ բերեց մի ամբողջ համայնքի վրա: Սկզբում թվեր էին՝ 11 տուժած, 6 զոհ, բայց շատ արագ այդ թվերը դարձան դեմքեր, անուններ, պատմություններ ու ամեն ինչ ավելի ծանրացավ: Մահացածների թվում նույն ընտանիքի 4 անդամ՝ հայր, տատիկ, 2 փոքրիկ երեխաներ, ընդամենը 1 և 5 տարեկան: Կյանքեր, որոնք նոր էին սկսվում, որոնք դեռ պետք է տեսնեին աշխարհը, ապրեին մանկության ամենագեղեցիկ պահերը: Հիմա պատկերացրու այդ տունը: Այն տունը, որտեղ 3 երեխաների ծիծաղ էր լսվում, որտեղ մայրիկը հոգ էր տանում իր փոքրիկների մասին, որտեղ ընտանիքը միասին էր: Այսօր այդ նույն տունը լցված է լռությամբ, ծանր, խեղդող լռությամբ: Այսօր ջրառատ գյուղում տեղի ունեցավ նրանց հոգեհանգստի արարողությունը: Մի գյուղ, որտեղ բոլորը ճանաչում են իրար, որտեղ յուրաքանչյուր կորուստ դառնում է ընդհանուր ցավ: Գյուղացիները պատմում են, որ այնտեղ անասելի սուգ է: Մարդիկ չեն կարողանում բառեր գտնել, միայն լուռ կանգնած են, լաց են լինում, հիշում: 31-ամյա հայր, 1 տարեկան փոքրիկ, 5 տարեկան երեխա և տատիկ: Մի ամբողջ ընտանիք մեկ օրվա մեջ հողին հանձնված: Սա պարզապես կորուստ չէ, սա ողբերգություն է, որը բառերով չի չափվում: Եվ ամենասարսափելին այն է, որ այս ընտանիքն արդեն մեկ անգամ նման ցավ ապրել էր: Տարիներ առաջ ընտանիքի պապը նույնպես զոհվել էր ավտովթարից: Գյուղացիներից մեկն ասում է՝ ասես էս ընտանիքին անեծք է էտ ավտովթարը: Սա այնպիսի խոսքեր են, որոնք գալիս են խորը ցավից: Երբ մարդն այլևս չի գտնում բացատրություն, փորձում է ցավը բառերի մեջ տեղավորել: Բայց ողբերգությունն այստեղ չի ավարտվում: Բժիշկները հիմա պայքարում են 28-ամյա մայրիկի կյանքի համար: Մի մայր, ով միաժամանակ կորցրել է իր ամուսնուն, իր երեխաներին, եղբորը և հիմա ինքն է կյանքի ու մահվան սահմանին: Եվ նրա 3 երեխաները: Նրանցից 2-ի վիճակը ծանր է: Փոքրիկներն, ովքեր պետք է հիմա խաղային, դպրոց գնային, ապրեին անհոգ կյանքով, բայց փոխարենը գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում: Նրանք տեղափոխվել են Երևանի Սուրբ Աստվածամայր և Ուիգմոր բժշկական կենտրոններ: Բժիշկներն անում են ամեն ինչ փրկելու նրանց կյանքը: Եվ ամբողջ երկիրը կարծես սպասում է մի լավ լուրի, թեկուզ մեկ փոքր հույսի: Այս պատմությունը միայն մեկ ընտանիքի մասին չէ: Սա հիշեցում է բոլորիս համար, թե որքան փխրուն է կյանքը, թե ինչպես մեկ վայրկյան կարող է փոխել ամեն ինչ, թե ինչպես ճանապարհը, որը պետք է միացնի մարդկանց, երբեմն դառնում է բաժանման վայր: Մենք հաճախ անցնում ենք այդ ճանապարհներով, չմտածելով, որ ամեն մեքենայի մեջ մի ամբողջ աշխարհ կա: Մայրեր, հայրեր, երեխաներ, տատիկներ, մարդիկ, ովքեր սպասված են տանը, մարդիկ, ովքեր ունեն ապագա: Բայց նման դեպքերը ստիպում են կանգ առնել, մտածել, զգալ, որ ամեն վայրկյան կարող է, որ յուրաքանչյուր որոշում ճանապարհին կարող է լինել ճակատագրական: Այսօր ջրառատում սուգ է: Այսօր մի ամբողջ գյուղ սգում է: Այսօր մի ամբողջ երկիր ցավում է: Խոնարհում նրանց հիշատակի առաջ: Թող նրանց հոգիները հանգչեն խաղաղությամբ: Թող վիրավորներն ապաքինվեն և թող Աստված ուժ տա բոլոր նրանց, ովքեր հիմա ապրում են այս անսահման ծանր ցավով: Այս ցավը դեռ երկար կմնա, շատ երկար: Աղին բնակավայրում ողբերգական վթարից մահացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են: Armenia Sputnik-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզի Ջրառատ համայնքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը: Մահացածներից մեկը մեր համայնքի բնակիչ 31-ամյա երիտասարդ է: Ավտոմեքենայում եղել են նրա մայրը, կինը և երեխաները: Բոլորը մահացել են, ասել է Խաչատրյանը: Այս լուրը պարզապես ողբերգություն չէ, այլ սրտակեղեք ցավ, որը բառերով նկարագրել գրեթե անհնար է: Աղին բնակավայրի մոտ տեղի ունեցած այդ սարսափելի վթարը խլեց 6 մարդու կյանք: Պատկերացնել անգամ դժվար է, թե ինչ ցավ է ապրում այդ ընտանիքի շրջապատը, հարազատները, ընկերները, հարևանները: Մի տուն, որտեղ դեռ 3 կյանք, ծիծաղ ու մանկական ձայներ կային, այսօր լռություն ու անսահման դատարկություն է: Սա այն ցավն է, որը չի անցնում, այլ պարզապես ժամանակի հետ դառնում է լուռ ու խոր:
Ամենածանրն այն է, որ երեխաների կյանքեր են խլվել, կյանքեր, որոնք դեռ նոր էին սկսվում, որոնք լի էին անմեղությամբ ու ապագայի լույսով։ Այդպիսի կորուստը ոչ միայն ընտանիքի, այլ ամբողջ հասարակության ցավն է։ Միևնույն ժամանակ կան նաև վիրավորներ, որոնց թվում երեխաներ են։ Նրանք այժմ տեղափոխվել են Երևան բժիշկների հսկողության տակ, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր։ Այստեղ մնում է միայն աղոթել ու հուսալ, որ նրանք կկարողանան հաղթահարել այս ծանր փորձությունը և ապաքինվել։ Այս ողբերգությունը մեզ բոլորիս հիշեցնում է կյանքի փխրունության մասին։ Ամեն օր, ամեն վայրկյան կարևոր է, և երբեմն մի փոքր սխալը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ, բայց այս պահին ամենակարևորը մարդկային համերաշխությունն է, ցավակցությունը և այն լուռ աջակցությունը, որը կարող ենք փոխանցել տուժածներին, խոնարհում զոհվածների հիշատակի առաջ։ Թող նրանց հոգիները հանգչեն խաղաղությամբ ու թող Աստված ուժ տա նրանց հարազատներին այս անտանելի ցավը կրելու համար։ Այս ողբերգությունը կարծես սառեցրեց ժամանակը։ Մի ակնթարթ, մի բախում և մի ամբողջ ընտանիք այլևս չկա։ Մարդիկ, ովքեր միասին էին նստած նույն մեքենայում, գուցե խոսում էին, գուցե ծրագրեր էին կազմում, գուցե պարզապես ճանապարհ էին անցնում իրենց առօրյա կյանքում, և հանկարծ այդ ամենը ընդհատվեց։ Ամենածանր պատկերն այն է, որ այդ ընտանիքը միասին էր մինչև վերջ՝ մայրը, որդին, կինը, երեխաները, նրանք, ովքեր պետք է ապրեին, մեծացնեին երեխաներին, տեսնեին նրանց առաջին քայլերը, առաջին դպրոց գնալը, ապագան, բայց այդ ամենը մնաց չապրած։ Երեխաների չկայացած մանկությունը, ծնողների չիրականացած երազանքները, ընտանիքի ջերմությունը, ամեն ինչ մի պահ վերջացավ։ Եվ հիմա մնում են մարդիկ, ովքեր սպասում էին նրանց տուն վերադառնալուն, մնում են դռներ, որոնք այլևս չեն բացվելու նրանց համար, հեռախոսներ, որոնք այլևս չեն զանգելու, հիշողություններ, որոնք դառնում են ցավի ծանր բեռ։ Սա այնպիսի ցավ է, որը ոչ մի բառ չի կարող մեղմել։ Na na na